գիտելիք ունի Լևոն Բաղդասարյանը, իրավաբանական դոկտոր, Լև գրուպ ընկերության գլխավոր տնօրենը, ելույթի թեման Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի մտքի խղճի կրոնի ազատության կիրառումը տարածաշրջանում։ Շնորհակալ եմ։ Ցեղասպանության 97-ամյա տարելիցի հետ կապված ներկայացնում եմ մտքի խղճի կրոնի ազատության հետ կապված իմ դիտարկումները, որը ամրագրված է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով եւ վերաբերել է այն երկրների համար, մասնավորապես Թուրքիայի, որոնք Եվրախորհրդի անդամ են, սակայն կոնվենցիայով իրենց վերադերացնի պարտավորությունը կամ կատարում են թերի, շատ հաճախ էլ ձևական, կամ էլ ընդհանրապես անտեսում են իրենց երկրում ապրող փոքրամասնությունների մտքի խղճի կրոնի ազատության իրավունքը։ Ինչպես էլ զարգանա մարդկային ցեղը, ինչպիսի իրավական թռիչք էլ ապրի մարդկային հասարակությունը, սկսած հին աշխարհից վերջացած արտիշրջանով, իրավունքի ակունքները մնում են նույնը, քանի որ հաստատված են աշխարհի արարման պահից, որոնք բացարձակ ձևով ներկայացված են Աստվածաշնչում։ Հարգելի լսարան, Աստվածաշունչը միայն հոգևոր գիրք չէ։ Նրա մեջ ներառված են նաև այն իրավական ակտերը, որոնք կարգավորում են կյանքի, ընտանիքի, աշխատանքի, սեփականության իրավունքները, ինչպես նաև անձի ազատությունը։ Ավելին, Աստվածաշնչում բացարձակ ձևով տրվում է հոգևոր, դատական, գործադիր իշխանության մեկնումը, իսկ Աստվածաշնչյան պատվիրանները ըստ էության դա հիմնական օրենքն է, սահմանադրությունը։ Եվ այսպես մտքի խղճի կրոնի ազատության իրավունք։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը հղում է. յուրաքանչյուր ոք ունի մտքի խղճի կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է իր կրոնի եւ համոզմունքի ազատություն եւ դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով քարոզության արարողությունների պաշտամունքի ծեսերի միջոցով արտահայտվելու ազատություն։ Ուստի պետական մարմինները պետք է ոչ միայն պարտավորություն կրեն հրաժարվելու այնպիսի գործողություններից, որոնք միջամտում են մտքի խղճի եւ կրոնի ազատության իրականացմանը, այլև նրանք որոշակի հանգամանքներում պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն այս իրավունքները պահպանելու եւ պաշտպանելու համար։ Եվ այսպես, մտքի խղճի կրոնի ազատության իրավունքը պետություն քաղաքացի իրավահարաբերություններում Թուրքիայի օրինակով։ Նախորդ դարում Թուրքիայի կառավարությունը, օգտվելով, որ աշխարհում տեղի ունենում առաջի համաշխարհային պատերազմը եւ լավ առիթ է ներկայացել տնավեր եւ բնավեր անելու արևմտյան Հայաստանում դարերով ապրած մի ողջ ժողովուրդ, տեղահանության անվան տակ իրականացրեց աշխարհում դեռ նմանը չունեցող ոչինչ ցեղասպանություն։ Արդյունքում հայերն իրենց հայրենիքում արևմտյան Հայաստանում դարձան փոքրամասնություն։ Եվ 1950 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Ռոմում ստորագրվում էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան, որի անդամն է նաեւ Թուրքիան, հայերն իրենց հայրենիքում արևմտյան Հայաստանում արդեն փոքրամասնություն են։ Դարեր շարունակ աշխատելով իրենց բնորանում, լինելով կրողն աշխարհում առաջի քրիստոնեական պետության, վերջիններս սեփականության իրավունքով ոչ միայն ունեին մեծ կալվածքներ, առևտրի եւ արտադրական օբյեկտներ, այլ նաեւ ստեղծել էին ճարտարապետական տեսանկյունից նմանը չունեցող քրիստոնեական տաճարներ ողջ արևմտյան Հայաստանում։ Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում այնպիսի գործողություններից, որոնք միջամտում են տվյալ դեպքում կրոնի ազատության իրականացմանը, այլև վերջինիս որոշակի հանգամանքներում պետք է գործուն միջոցներ ձեռնարկել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված սույն իրավանորմը պահպանելու եւ պաշտպանելու համար, որը չի կատարվում։ Ասացիս ապացույցն է դեռևս 10-րդ դարի 1001 եկեղեցի ունեցած անի քաղաքը։ Ով կարող է ասել, թե այդ եկեղեցիներից քանիսն են գործում եւ Թուրքիայի կառավարությունը ինչ միջոցներ է ձեռնարկում Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի պահանջը կատարելու ուղղությամբ։ Եվ եթե Թուրքիայի ներպետական օրենսդրությունը եւ այլ երկրի քաղաքացիական գիտակցությունը դեռ չի հասել մի մակարդակի, որ երկրի իշխանությունը օրենքի ուժով հաշվետու լինի իր քաղաքացիների, այդ թվում նաեւ փոքրամասնությունների առաջ մտքի խղճի կրոնի ազատության վերաբերյալ, ապա գտնում են, որ Եվրախորհրդի առաջ որպես անդամ երկիր պարտավոր է հաշվետու լինել եւ զեկուցել, թե հարկադրաբար քանի թրքացած հայ ընտանիքներ են այսօր ապրում Թուրքիայում եւ գաղտնի դավանում քրիստոնեություն, թե
թե տասնյակ հազարներով եկեղեցի կառուցած միլիոնավոր հայերը ինչ եղան։ Հարգելի Եվրոպայի քաղաքակիրթ աշխարհ, Եվրոպական կոնվենցիայով նախատեսված մտքի, խղճի, կրոնի ազատության իրավանորմից ինչպես պետք է օգտվի տվյալ երկրի փոքրամասնություն կազմող քաղաքացին, երբ ոչ միայն երկրի իշխանության կողմից ցույց պարտականությունը պրակտիկ կյանքում չի իրագործվում, այլև եվրոպական արժեքների դավանողներ ու կրողներն են արժանանում են հրանդինքի ճակատագրին կամ էլ երկար տարիներով ազատազրկման են դատապարտվում։ Այժմ երկու խոսքով ցանկանում եմ անդրադառնալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի կիրառմանը ազատազրկման վայրերում։ Կարծում եմ, ժամանակն է, որ Եվրախորհրդի անդամ պետությունները ընդունեն, որ Եվրոպական կոնվենցիայի դրույթները գործում են նաև այնպիսի վայրերում, ինչպիսիք են ազատազրկման հիմնարկությունները, մեկուսարաններ, գաղութներ, բանտեր եւ այլն։ Նման պայմաններում լիազոր մարմինները պետք է ճանաչեն եւ ընդունեն ազատազրկման մեջ գտնվողների կրոնական պահանջները, թույլ տալով ազատազրկվածներին մասնակցել կրոնական միջոցառումների։ Ավելին, եթե կրոնը, համոզմունքը պահանջում են հատուկ սննդակարգ, այն պետք է հարգվի լիազոր մարմնի կողմից։ Անկախ այն բանից անձը դատապարտված է ՑՄ ազատազրկման, մահապատժի, թե տարիների ազատազրկման, կարծում եմ կոնվենցիայի 9-րդ հոդվածի ուժով լիազոր մարմինը պետք է սահմանի համապատասխան դրույթ եւ պայմաններ, որպեսզի ազատությունից զրկվածները կարողանան մասնակցել կրոնական ծեսերին եւ հոգեվոր գործընթացներին, իսկ ցանկության դեպքում տեսակցել հոգեվորականի, պահել պաստ, ծոմ եւ այլն։ Եթե կոնվենցիայի 9-րդ հոդվածի ուժով կարծում եմ հնարավոր չէ պահանջել այն դատապարտյալների հատուկ կարգավիճակ, ովքեր բողոքում են միատեսակ համազգեստից, հարկադիր աշխատելուց կամ բանտարկյալին ճանաչելու պահանջ ունեն եւ առողջապահության նկատառումներից ելնելով արգելել մորուք պահելը կամ ամիսներով չլողանալ եւ չլվացվելը կամ անվտանգության տեսակետից արգելել բանտարկյալների համար մարտական քոչերով գրականություն ընթերցումը կամ հասցեշտակրելը, սակայն նույն անվտանգության կանոններից ելնելով արգելել հոգևոր գրականություն, աստվածաշունչ, Ղուրան եւ այլն ընթերցելը կամ խաչով բարակ շղթա կարծում եմ հակասում է կոնվենցիայի 9-րդ հոդվածի ոգուն եւ կանոնավորությանը։ Այժմ ցանկանում եմ անդրադառնալ դավանափոխությանը։ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի առաջին մասով հատկապես հղում է կատարվում ուսուցման որպես համոզմունքի դավանման ճանաչված ձևի։ Իր համոզմունքների հիմնավոր լինելու մեկ այլ միջոց այլոց համոզելու փորձ կատարելու իրավունքը, կարծում եմ լիովին պաշտպանվում է կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունքի տեքստին կատարվող հղումով, այսինքն այլ կրոն ընդունելուն համոզելու փորձ կատարելով կրոնափոխ անելու իրավունքը կոնվենցիայի 9-րդ հոդվածի շրջանակներում է, բայց սույն իրավանորմը բացարձակ չէ։ Այսպես, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կառավարությունը ոչ միայն պետք է չխոչընդոտի, այլ նաև պետական մակարդակով միջոցներ ձեռնարկի հարկադիր կարգով կրոնափոխ եղած անձանց ետ վերադարձնելու իրենց հոգևոր ակունքները, ապա աղանդների, սեկտաների, անօրինական գործունեության մասին խորհրդարանական վեաժողովի 1412 հանձնարարականի հիման վրա կոչ է արվում ձեռնարկել ներպետական քայլեր ընդդեմ ապօրինի գործողությունների, որոնք կատարվում են կրոնական գաղտնի կամ հոգևոր բնույթի խմբերի անվան ներքո։ Ուստի կարծում եմ պարտադիր է դպրոցական եւ բուհական ուսումնական ծրագրերում կրոնի պատմության եւ փիլիսոփայության ներառումը, որը պետք է հետապնդի երիտասարդներին աղանդներից պաշտպանելու նպատակ։ Այսինքն, այն կարծրատիպը, որ ձևավորված է, թե կրոնի ազատության տակ կարելի է զբաղվել հոգեվորությամբ, իսկ պետությունն էլ պետք է հայտնվի անօգնական կարգավիճակում, ոչ միայն այդպես չէ, այլև խորհրդարանական վեաժողովի 1412 հանձնարարականով կոչ է արվում պայքարել տարբեր տեսակի ու գույնի կրոնական գաղտնի կամ հոգևոր բնույթի խմբերի անվան տակ թաքնված կազմակերպությունների դեմ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում ամրագրված է հետևյալ կարևորագույն իրավանորմ։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ ժամանակն է օրենքի ուժով արգելելու այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի քողի տակ է, սակայն հակասում է Եվրախորհրդի վեաժողովի 1412 հանձնարարականին, ինչպես նաեւ հիմնական օրենքի 8-1 հոդվածի պահանջին։ Հարգելի լսարան, որպես վերջաբան ցանկանայի ասել հետևյալը. ցավոք արդի իրավագիտությունը
հաճախ մոռացության են մատնում իր հոգևոր արմատները, որի բացասական հետևանքները աշխարհը զգում է հասարակական, պետական եւ միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Եվրոպական բարեփոխումների կամ աշխարհի նորարարությունների անվան տակ որոշ անհատների կամ կազմակերպությունների կողմից հասարակության գիտակցության մեջ են ներմուծվում այնպիսի ստանդարտներ, որոնք քայքայում ու խախտում են եվրոպական եւ աշխարհի քաղաքակրթության հիմքերը, այն նոր աշխարհի հիմքերը, որի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ Դրա լավագույն ապացույցն է ցեղասպանությունը, հոլոկոստը, պատերազմներն ու ահաբեկչությունները, որոնց կազմակերպիչներն ու իրագործողները ավելի քան համոզված են իրենց գործողությունների իրավաչափության մեջ։ Արգելի լսարան, երբևիցե ձեզ տվել եք այն հարցը, որ եթե Քրիստոսը որպես մահկանացու հայտնվել մեր կողքին, ունենք երաշխիք, որ կրկին չենք խաչելու։ Իսկ մեր շրջապատում քանի օրինակներ կբերենք, ովքեր անարդար դատվել կամ պատժվել են մեր աչքի առաջ եւ մեր լուր համաձայնությամբ կամ մեր ձեռքով։ Իսկ գիտեք ինչի, որովհետեւ Քրիստոսը սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է։ Եվ թող յուրաքանչյուրս գլուխը բարձի դնելուց առաջ մտածի Քրիստոսի, նրա նահատակության, հարության, սիրո եւ վերջինիս գալության մասին։ Գլուխ խոնարհելով եւ որպես մահկանացու ընդունելով նաեւ իմ մեղքի բաժինը այն անարդարությունների համար, որ կատարվում են այսօր մարդկության դեմ, լինելով այն պետության կրողը, որը ոչ միայն դավանում է եվրոպական արժեքներ, այլև փորձում է դառնալ Եվրոպայի քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամը, իմ հասկացողության ոչ կարողությունս ներդնել եմ ապագա արևային երկրի շինարարության գործի։ Շնորհակալ եմ։